Բարև ձեզ, եթերում պատմության դասերն են։ Մենք այսօր կշարունակենք քննարկումը, որ ծավալել էինք նախորդ հաղորդման ժամանակ։ Թույլ տվեք ևս մեկ անգամ ներկայացնել հյուրերին, ում հետ մենք թեման քննարկում ենք։ Լարիսա Ալավերդյան, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ։ Խոսրով Հարությունյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր։ Եվ Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար։ Երբ խոսում ենք արժեքային համակարգի մասին, ես հավանաբար մենք պետք է խոսենք փափուկ ուժի մասին այլևս, որովհետեւ խոսքը գնում է այդ կոնցեպտի աշճանական, այսօրվա դրությամբ ժամանակակից տեխնոլոգիաներ հաշվի առնելով այդ էֆեկտի օգտագործման մասին, փափուկ ուժի, որովհետև դա ամենուրեք չի։ Օրինակ մենք գիտենք, թե ինչպիսի մարդու իրավունքների, լրատվամիջոցների նկատմամբ կոպիտ ոտնահարումներ կան Թուրքիայում, բայց մենք գիտենք նաև Թուրքիա-Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները։ Այնպես որ այստեղ արժեքային համակարգը միշտ որ ամենակարևորն է, կա իրականում ուղղակի անվտանգությամբ պայմանավորված շահեր։ Եվ այստեղ ես գտնում եմ, որ այդ տոնդից հիմքում գտնվում է դրված է ֆիզիկապես, եթե կուզեք, անվտանգության խնդիրները։ Հիմա տեսեք, մեր այս հաղորդումը կոչվում է պատմության դասեր։ Այսինքն ես ուզում հասկանալ, ինչ դասեր քաղենք պատմությունից, եթե ոչ շատ անցյալ, գոնե վերջի 20-22 տասնամյակի մեր անկախության պատմությունից։ Ես կարող եմ ասել հետևյալը. ակնհայտ է, որ անվտանգության խնդիրները լուծում են բլոկներով։ Առանձին էնել Հայաստանի պես փոքր պետություն վնե բլոկովի, արտաբլոկային կարգավորումների ճանապարհով, այդ թվում նաև ամենաազդեցիկ պետությունների հետ երկկողմանի հարաբերությունով չի աշխատում ու վաղուց չի աշխատում։ Ես կարծում եմ աշխատում է։ Դե լավ, հիմա Հայաստանը այնալ կրկնում եմ այսօրվա պայմաններում ծովի բաց ծով չունեցող Ղարաբաղյան կոնֆլիկտ ունեցող, արևմուտքից արևելքից մեծ սպառնալիքներ ունեցող Հայաստանը չի կարող բլոկներից որևէ մեկում չլինի, եւ ճիշտ է պարոն Գրիգորյանն ասում, 92 թվականին մենք կանգնած էինք այդ ընտրության առաջ, բայց ընտրություններ չէր։ Դա ճիշտ որոշում էր, որովհետեւ այլ ընտրություն այդ ժամանակ չկար։ Երկրի քաղաքական ղեկավարությունը շատ հավասարակշռված, շատ հաշվի առնելով բոլոր հնարավոր սպառնալիքներ ու մարտահրավերները, փորձում է դրանք չեզոքացնել ոչ թե նրանց կոնֆլիկտների վրա խաղալով, այլ փորձելով իր գոնե տարածքում, Հայաստանի տարածքում պայմաններ ստեղծել նրանց գոնե խաղաղ համագործակցության համար։ Այսինքն մեր նպատակն է եղել ոչ թե սեփական արտաքին քաղաքականությունը կազմակերպենք արևմուտք, Ռուսաստան կոնֆլիկտի վրա, այլ եթե կա եզրեր համագործակցելու այդտեղ։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել անշուշտ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, եթե իշխանությունը չի դավաճանել 2010 թվականին այստեղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մի շատ կարևոր արտահայտություն հայտարարություն արեց։ Ասես գիտեք, այն որ Հայաստանն անցնում է ՀԱՊԿ անդամ եւ այդպես ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ, դա շատ օգտակար կարող է լինել երբեմն ՆԱՏՕ ՕՏԳՊ ՀԱՊԿ համագործակցության համար անհրաժեշտ կամուրջներ ստեղծելու համար։ Սա պատասխանատու դերակատարում է։ Երկրորդը, թվում է թե իրականում ինչ գործում ենք մենք ՀԱՊԿ-ի հետ, թե մեր խնդիրը Ռուսաստանն է։ Կներեք, պարոն Մարտիրոսյան։ Այո, ճիշտ եք ասում։ Ռուսաստանը ունի իր շահերը։ Ինչպես մենք ունենք մեր շահերը, այնպես Ռուսաստանն ունի շահերը։ Հետո մեր խնդիրը կանանում ինչպես անենք, որ մեր շահերը հակասության մեջ չմտնեն, այլ օգտագործենք այն հատվածը մեր հարաբերությունների, որտեղ մեր շահերը համընկնում են։ Մի բան ակնհայտ է, Հարավային Կովկասում Ռուսաստանը ինչքան էլ փնտրի, ինչքան էլ փնտրի, Հայաստանից բացի բնական ուրիշ դաշնակից չի կարող գտնել։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը նրան չեն կարող ունել դաշնակից, որովհետև միայն Հայաստանի անվտանգության խնդիրներն են եւ Ռուսաստանի տարածաշրջանի հետաքրքրություններն են, որ համընկնում են իրար։ Ինչու Հայաստանի շահերը հաճախ ստորադասվում են, պարոն Հարությունյան։ Հայաստանի մեղքով է դա Ռուսաստանի։ Մի րոպե։ Եկեք նայենք։ Մենք ինչ ենք ասում։ Ես օրինակ ես ասում եմ այն, որ բազմաթիվ անգամ հնչեցվել է ՀԱՊԿ շրջանակներում, այդ մասին ասել նաեւ երկրի ղեկավարը, մենք պաշտպան ենք ասում, մենք ստրատեգիական գործընկերներ ենք։ Սա նշանակում է, որ մենք անվտանգության հարցում մեկս մեկի կարիքն ենք։ Ռուսաստանը հարավային ուղղությամբ միջև Պարսից ծոց իր հետաքրքրությունն ու շահերը չի կարող իրացնել առանց Հայաստանի, ինչպես նաև Հայաստանը չի կարող արևմուտքից, ընդգծում եմ արևմուտքից
սպառնալիքը չեզոքացնել առանց Ռուսաստանի աջակցության։ Ես տեսեք ընդգծեցի արևմուտքից։ Սպառնալիք չեզոքացնել առանց Ռուսաստանի աջակցության։ Մենք սա ամրագրում ենք եւ մենք ասում ենք նաեւ Ռուսաստան, Ադրբեջան հարաբերություններ ջերմացրեք, Ռուսաստան, Թուրքիա ջերմացրեք ինչքան ուզում եք։ Նույնիսկ եթե դրանք նորմալ հարաբերություններ ունեն, կարող են նաև օգտակար լինել տարածաշրջանի խաղաղ զարգացումների համար, բայց մեկ նախապայմանով այդ հարաբերությունների ջերմացումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության հաշվին։ Մեր խնդիրը պետք է լինի փորձել ոչ թե հակասությունների վրա խաղալ, այլ փորձել հավասարակշռված մեր քաղաքականությունը վարել եւ դրանով փորձել մեր երկարաժամկետ հատվածում խաղաղ զարգացման հեռանկարների համար անշրջելի երաշխիքներ ստեղծել։ Դա հեշտ գործ չէ, բայց այլընտրանք չունենք։ Եթե կարելի է, բոլոր դեպքերում մենք տեսականից եկեք անցնենք բոլոր դեպքերում գործնականին։ Տեսեք, հնարավոր է դուք բոլորդ ինչ ասում եք տեսական դաշտում, կարելի է ամեն ինչ խոսել մինչև ապրիլյան դեպքերը։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Այո։ Հայաստանի հայության այս տարածաշրջանում շահերը ստորադասվում են եւ հստակեցնեմ Ադրբեջանը չէր սկսի պատերազմը, եթե այսպես ասենք թույլտվություն կամ թողտվություն չլիներ։ Ես ուզում եմ, որ մենք հստակեցնենք դա։ Այդպես չի, որ ամեն մեկը երբ ուզում ամեն ինչ սկսում է։ Խնդիր կա, ես դրանից եմ դատում, արդյոք մենք մեր փորձերը դրական գոնե այս փուլում ավարտ են ունեցել, ոչ։ Երկու բան կա, կամ մեր ստրատեգիական գործընկերությունը, միջև անգամ չեմ ասում գործընկերը, այն որակի չեն, եւ պետք է նայել մեր մեղքն է, ես միշտ մեզ եմ առաջինը առաջ տանում այդ մեղքի առումով եւ պատասխանատվության։ Արդյոք դա Ռուսաստանի հետ այն իր թեժ պահին, երբ որ իր շահերը իրոք մի թեժ բան է հասնում, մենք չենք կարողանում բանալին գտնենք եւ բոլոր դեպքերում պաշտպանենք։ Ապրիլյան դեպքերը պետք է տեղի չունենային, եթե այդ բոլոր հաստատությունները, որտեղ մենք անդամակցում ենք, մենք լինեինք արդյունավետ։ Դա խոսքը գնում է եւ Եվրամիության մասին, եւ Եվրոպայի խորհրդի մասին, եւ բոլոր ՄԱԿ-ի մասին, որևէ մեկը գիտի անուններով, ովքեր են մեր մշտական ներկայացուցիչները այդ մարմիններում, այդ հանձնաժողովներում։ Մի վարքյան, ես ուղղակի ավարտեմ։ Որ չգիտենք, ինչու։ Մենք կապել ենք ամեն ինչը այդ ժամանակ առ ժամանակ պատգամավորական խումբը կամ Ադրբեջանը հարց է բարձրացրել ՄԱԿ-ում եւ մենք պատասխանել ենք, դա կոչվում է ռեակտիվ քաղաքականություն եւ եթե մենք դասերի մասին ենք խոսում, ի վերջո միայն մենք Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին չենք խոսում, մենք պետք է ասենք պատմության դասը հետեւյալն է, եթե մենք շարունակենք այս пассив գործընթացի մեջ մեզ տեսնելը եւ կրահենք այս անգամ կստացվի թե չէ կամ փորձերով միայն չի ստացվելու։ Ինչպես չի ստացվել, կրկնում եմ, ապրիլը դա ողբերգություն է մի կողմի համար եւ անպատժելի մնացած հանցագործություն մյուս կողմի համար։ Կարողացել է արդյոք Հայաստանը իր բոլոր գործընկերություններով դարձնի Ադրբեջանի ուղղակի հանցագործությունները տարբեր որակի, ես չեմ ուզում հիմա ասեմ, դարձրել է նա քաղաքական որևէ մի օրակարգի հարց, որոշում որևէ ընդունվել է զուտ այս առումով Ադրբեջանի վերաբերյալ։ Թե Սարսանգն է շատ կարևոր հարց եղել, երբ որ ընդունվել է որոշում Սարսանգի հարցով։ Կա արդյոք այսօր նշանակված հատուկ զեկուցող ապրիլյան դեպքերի համար։ Կա արդյոք որևէ մոնիտորինգային խումբ եկել է, նայել է, արել է, եկեք մենք հստակեցնենք, որ խոսում ենք զուտ դասերի մասին, որովհետև եթե մենք մտնենք ուղղակի այդ երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների մեջ, մենք կմտնենք ուրիշ դաշտ։ Դասը հետևյալն է, այս пассив, ընդ որում առանց որևէ արդյունավետ կոնցեպտի հայեցակարգի այսպես շարունակելը մեզ չի բերելու առնվազը արդյունքների կամ նվաճումների կամ եթե բերի շատ թանկ գնով։ Սա է խնդիրը, որ ես ուզում եմ, որ մենք
դասեր քաղենք, ոչ թե մտածենք ճիշտ ենք արել Ռուսաստանի հետ կամ ՆԱՏՕ-ի հետ։ Դասը սա է, այլևս պետք է չանեն։ Պետք է մտածել Ես բան չէ, ես չեմ ասում պետք չի մտածել, ես ասում եմ ամբողջ ինչ խոսեցինք, գալիս է միայն ասելու ապրիլյան դեպքերից հետո, որ անարդյունավետ է մեր բոլոր մարմիններում, այդ արտիաններում մեր աշխատանքը։ Հենց դա է հարցը, արդյոք Հայաստանը կարողանում է այդ կազմակերպություններում առաջ տանել իր շահը։ Չի կարող մի շարք Եվ պատճառներով, ինչու։ ներքաղաքականից սկսած տնտեսականով վերջացրած, եւ պարոն Հարությունյանը ասում է մենք երկում չենք կարող, բոլոր բլոկների մեջ են, Չինաստանի նման պետությունը բլոկի մեջ չի ասում։ Հենց իհարկե կան, բայց հիմք եմ ընդունում պարոն Հարությունյանի ասածը, որ բլոկների մեջ պետք է լինենք։ Այդ դեպքում պարոն Հարությունյանի ասածի համաձայն մենք պետք է ՆԱՏՕ-ում լինենք, որտեղ ՆԱՏՕ-ում է, որ իր դաշնակիցներին պաշտպանում են։ Դուք Սիպրոսը դա չի զգացել միջև հիմա։ Չէ, դուք պատկերացնում եք մի լավագույն ինչ որ sense իրավիճակ, եւ Ղազախ եւ Բելարուս ժողովուրդները կանգնելու են հայ-ադրբեջանական, հաստատ դա չեն կանելու, որովհետեւ չկա իրենց պայմանագրում, հայ-թուրքական սահմանում։ Բացառվում է դա, որ Ղազախ Որ կողմը մասին է խոսքը, այն կողմը կարող է կանգնած լինել։ Հա, դեպի Հայաստանի դեմ կարող են։ Կարող են կանգնած լինել։ Հայաստանի դեմ կգա։ Չէ, իրանք պայմանագիր ունեն, ներքին զորք, Չէ, գրոտեսկի չեմ վերածում։ Գներեք, ներքին զորքերի երկկողմ Թուրքիա, Ղազախստան այնպիսի ուժեղ պայմանագիր ունեն, առավել ևս նրանց որը իսկ իրեն գիտեք Թուրքիայի ներքին զորքը ինչ է, դա եւ օթային է, եւ ծովային է, եւ այսինքն Տիկին Ալավերդյանի ասածը եկավ լրացնելու, այսինքն պայմանագրի առումով որպես կոլեկտիվ անվտանգության ինչ-որ մեխանիզմ, բլոկ, հապկա ակնհայտ է, որ Հայաստանի համար չէ։ Այդ դեպքում ՆԱՏՕ։ ՆԱՏՕ, ուզում եմ հարցնել Վրաստանը ՆԱՏՕ-ում է։ Չէ։ Բայց դες հարց եմ տալիս, շատ բարձ բան եմ ասում։ Վրաստանի իր կարգավիճակի, այսօրվա կարգավիճակի համար Վրաստանը բավականին թանկ է վճարել։ Վրաստանը հարց եմ տալիս, մենք Վրաստանը 4 տարածք ուներ կորցրած, մինչև մենք այդ վճարելու Վրաստանը 4 տարածք ուներ կորցրած, մինչև Սահակաշվիլին, մինչև արմատական փոփոխությունը 4 տարածքից երկուսը վերադարձել է։ Ջավախքը եւ Աջարյան ինքը վերադարձեց, որը իր վերահսկողությունից դուրս է։ Բայց ցանկացած պարագայում ակնհայտ է, որ հապկում մենք գործ չունենք, որովհետեւ հապկը ոչ Ադրբեջանի հետ մենք խնդիր ունենք, ոչ Թուրքիայի ում հետ հավանական խնդիր կարող ենք ունենալ, ինքը չի կանգնելու մեր կողքին։ Հապկի խնդիրը հայ-ադրբեջանական Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքը չեզոքացնելը չի։ Ես դու որ դուստան ընդգծեք, շատ տխուր կլինի, եթե մենք հույսներս Ադրբեջանի հետ ռազմական արճակատում հույսներս դնենք հապկի վրա։ Բարեբախտաբար ամոչ խնդիրը դա է։ Ինչ գործ ունենք այնտեղ։ Չէ, դե տեսեք ես նորից բարեբախտաբար Աֆղանստանից հակարված չունենք։ Ճիշտ եք ասում, բայց մենք ունենք արևմուտքից, Թուրքիայից ունենք։ Բայց Թուրքիայի դեմ չի կանգնելու Ղազախ։ Այմատ Ղազախը չի կանգնի, Ռուսաստանը կանգնի։ Ռուսաստանի հետ ուղիղ հարաբերություն ունես դու։ Հետևաբար ամբողջ հարցը Ռուսաստանի հետ ուղիղ հարաբերություն ունենք, ունեցել ենք 94 թվականից, դրամը ցանկալի ներկայացնեք իրողություն։ Ռուսաստանը ուզում է ձեզ հետ համագործակցի այդ ռազմավարական, նաև այն պարագայում, եթե դուք հապկի մեջ եք։ Էլի մենք դասերի չենք անդրադառնում։ Հենց ձեր ասացի նորից հետևելով որը ակսիոմատիկ ճշմարտություն է իմիջիալոց, որ բացառապես միակ կետը Հայաստանն է իր համար մինչև Պարսից ծոց իր շահերը առաջ մղելու համար, այլ չեմ խոսում իր հարավային տարածքները պահպանելու համար, հենց ինքը ունենալով այդ բացառիկ մի կետը, հենման կետը, ինքը այսպես թե այնպես մեր հետ համագործակցելու է։ Եվ քանի որ այդ համագործակցության խնդիրը այդ հարցում եւս համաձայն եմ, դա արևմտյան հատվածն է մեր, այսինքն Թուրքիայի հետ սահմանը, բնականաբար այդ համագործակցությունը երկկողմանի կարող է լինել։ Ուստի եւ հապկի նման կառույցում մեր անդամ լինելը, որը մեզ կարող է խոչընդոտել տեսականորեն այլ կառույցների անդամ լինելու, մեզ բացարձակ կարծում եմ պետք չէ։ Եվ մի բան էլ ավելացնեմ, կներեք պարոն Գրիգորյան, ասում ենք պատմության էջերից ինչ դաս են քաղել։ Այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ մենք կարողացել ենք, այսպես ասեմ, առաջ շարժվել բոլոր այն վայրերում, որտեղ մենք մեր շահը առաջ ենք մղել։ ՆԱՏՕ-ից ինչ ենք մենք կարողանում առաջ ընթանալ եւ ՆԱՏՕ-ի երկրները կարողանում են շատ ժամանակ մեր բացառությամբ Թուրքիայի մեր շահերը հասկանալ։ Չէ՞ որ
Հունաստանը եւս Ֆրանսիան, Գերմանիան ՆԱՏՕ-ն կոչ արեց խաղաղություն պահպանել, ինչը եւ պետք է աներ։ Դրանից ավել ինքը չէր կարող անել։ Չասեմ հիշենք էլի։ Դրանից ավել ինքը չէր էլ անելու, ակնհայտ է, մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, չմոռանանք։ Չքները գեզում Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՀԱՊԿ զինվորները այստեղ մեծ պետք է լինեին։ համագործակցություն, ինչպես դուք եք ասում։ Համագործակցություն կա, բայց անդամ չենք, մենք այնտեղ ենք անդամ։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Դրա համար ցանկացած պարագայում դասը հետեւյալն է, եթե մենք կարողանում ենք մեր շահերը առաջ մղել, մենք այդտեղ եւ գործընկերներ ենք ունենում եւ մեր շահերը իսկապես կարողանում ենք պաշտպանել։ Բայց այն բան, երբ որ հարցը գալիս է ասում է Ռուսաստանին, ումից իշխանությունները ցավոք սրտի բոլոր ժամանակների կախված են եղել մի շարք պատճառներով, իրենք միշտ իրենց հայկական շահը ստորադասում են եւ պահում են իշխանության շահը, որտեւ մեր իշխանությունների առջև միշտ դրել են իրենց գոյապահպանության խնդիրը, կամ դուք գոյապահպանության խնդիր եք ունենում, կամ թե չէ մեր ասածն է կամ իշխանությունները գոյապահպանության խնդիր են լուծել։ Այ երբ որ պետական շահը առաջ կմեղվի, ես 100% համոզված եմ Ռուսաստանն էլ մեզ կհարգի, մեր շահն էլ հաշվի կառնի, որովհետև իսկապես միակ հենման կետը իր հարավային սահմանները պահելու համար դա Հայաստանն է։ Ու նախ ուզում եմ ուղղակի արձագանքեմ շատ կարճ նախ Վրաստանի դեպքը շատ կարևոր է որ ՆԱՏՕ-ն Վարշավայում գագաթաժողովի ժամանակ հստակ ֆիքսվեց որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 2008 թվականին ասվել գիտեք 2008 թվականից ասվել այն վետոն բայց այնուամենայնիվ այն վետոն որը Ռուսաստանը ուներ ռեալ սկսեց հանվել վետոն ինչի վրա հետ խորթային տարածքի հետ կապված այնուամենայնիվ ստեղ հանվեց ու տեղակայվեցին զորքերը կտեղակայվեն Լեհաստանում Բալտյան երկրում ինչ է ստեղ կարևոր չի քանակը զորքի կամ կարևոր չի երբ կդառնա Վրաստանը ստեղ Ռուսաստանի վետո հանվեց ու ստեղ կփոփոխություն կլինեն բայց ես եթե մենք խոսում ենք պատմական էջերի մասին իրոք ես համաձայն եմ որ շատ ու շատ հարցերում մեր Ռուսաստանի շահերը համընկնում են բայց Ռուսաստանը այս տիպի երկիր է որը հաճախ սիտուացիոն այս պահի թելադրվող քայլեր են անում ու դրա դասական օրինակը Ղարսի պատմությունն է Այ եթե դուք նայեք Ղարսի պատմությունը շատ հետաքրքիր էր բոլշևիկները կեմալիստների հետ համագործակցում են 1 թե 2 թե 3 տարի 25 թվից հետո դուք գիտեք կոշտ Թուրքիան հակա սովետական քաղաքականությունները կոշտ այդ ամենագլխավոր Որովհետև ինքը լուծել է իր այո то есть ես խնդրում եմ ձեզ դա իմ մտավախությունը հենց դրա մեջ է ոչ այդպես չստացվի որ բարելավումը Թուրքիայի հետ Ադրբեջանի հետ ժամանակավոր կարճ ժամանակահատվածում բերի նրան որ Ռուսաստան ասի դե ինչ անենք հիմա 5 շրջանը թող տան լավացնենք ու վերջինը ինչ ուզում եմ ասել գիտեք հոպի պայմանագիրը ինձ չէր մտահոգի եթե չլիներ միջև այդ որոշումներ օրինակ ամբողջ գրեթե էներգետիկան տվեցին Ռուսաստանին ամբողջ երկաթգիծը տվեցին Ռուսաստանին չգիտեմ ինչ օթային գիտեք այդ բանը հիմա մեծամասամբ այդ ավիաուղի ընկերությունները հենց ռուսականներ գիտեք հա մի կողմից համագործակցում ենք մի կողմից մեր կարծես թե ստրատեգիկ պարտները, բայց ես հարց եմ տալիս։ Տվեցինք այդ օբյեկտները, դուք ներդրում պատշաճանում եք, թե չեք անում։ Ուրեմն այդ միակողմանի հեշտ տալը որոնք են։ Այո, եւ կատարվում են թե ոչ։ Նույնիսկ այդ թերի պայմանավորվածությունները շատ անգամ չեն կատարվում։ Դա է իմ ասածը, դա իմ ասածը նա չի, որ միայն ասենք հոպը այդ հակաօթային այդ համակարգերը, որ մենք համատեղ կնքեցինք։ Մենակ դա չի, եթե միջև այդ չլիներ այդ ցանկը, ու ես այդ միտքը ասել եմ, այսօր էլ ուզում եմ կրկնել։ Գիտեք ինչ միտք։ Գիտեք, ես ներողություն եմ խնդրում։ Եթե ասենք մենք վաղը բանակի հետ կապված ստորագրենք համատեղ ինչ որ Ռուսաստանի հետ։ Ես համոզված չեմ, որ այդ դեպքում իմաստ ունի մեր ղեկավարի հետ հանդիպել այլ ղեկավարների հանդիպեն Ռուսաստանի հետ կլուծեն հարցերը միտքս հասկացեք ինչ եմ ուզում ասել եթե դու այդ ֆունկցիաները տալիս ես մի ֆունկցիա երկրորդ օրինակ դուք գիտեք որ Եվրոմիությունում պետությունները իրոք կամավոր Եվրոմիությանը հանձնում են ինչ որ ֆունկցիաներ նույնը եվրասիական ֆորմալ տեսանկյունից դու կարող ես ինչ եք վախում տվեցինք նույնիսկ առևտրի ազատ գոտու հնարավորությունները չէ Ռուսաստանին։ Հիմա դուք գիտեք, որ Իրանի հետ ինչ խնդրեմ ունեն։ Այդ ինչ որ պետք է ստորագրենք առևտրի ոլորտում, ուզում ենք ինտենսիվացնել, չէ՞, այդ նոր ինչ որ process-ներ են գնում, այդ չեն կարող ստորագրեն։ Դա է պատճառը, որ Հայաստանը կոչ է արում Իրանին, գիտեք, լավ աշխատեք Եվրասիական տնտեսական միության հետ, որ մենք էլ այդ process-ից սկսենք։ Գիտեք, մենք այդ խնդրին առաջիկա հաղորդումներից մեկում անդրադառնալու ենք։ Դա է իմ մտավախությունը, դա է, որ բոլորը տալիս են։ Ես կարծում շատ օրիգինալ չեմ
կլինի, եթե ասեմ հետևյալը, եթե հիմնական դասը պատմության, որ մենք հաջողում ենք միայն այն դեպքում, երբ որ հույսը դնում ենք մեր ուժերի վրա։ Սա ակնհայտ ճշմարտություն է։ Ղարաբաղյան ամբողջ պատերազմի ժամանակ հույսները դրեցինք մեր վրա, մեր ուժերի վրա եւ մենք հաջողեցինք։ Եվ եթե դուք հիշում եք հարյուրյա պատերազմի ինձ հաջորդ օրը կարծում նախագահ Սարգսյանը նույնպես ասաց, եկեք փաստենք, որ մենք մենակ ենք եւ հույսներս պետք է դնենք մեզ վրա։ Բայց արդյոք սա նշանակում իզոլացվել, մեկուսացվել, անշուշտ ոչ։ Սա նշանակում է փորձել աշխարհի հիմնական ուժեղ խաղացողների հետ այն ոլորտներ, որտեղ մեր շահերը համընկնում են, որտեղ հակասություն չկա, որտեղ մենք կարող ենք շահել, մենք գնանք այդ ճանապարհով։ Սրա մասին է խոսքը գնում։ Մի րոպե, եկեք հասկանանք։ Այստեղ ասում են, օրինակ, ես ուզում եմ, ախեն բաներ կա, միգուցե եթերով չարժի ասել, բայց օրինակ ես ռազմական տեխնիկայի ոլորտում համագործակցություն Ռուսաստանի հետ։ Ես ձեզ հարց եմ տալիս։ Ռուսաստանի անուղեկալ, ես Ռուսաստանի հետ ասեցի չհամագործակցություն։ Դուք չեք լսում ինձ, պետք է լսեք, սիրել ես։ Եթե դուք Ռուսաստանին պատժկա չանեք, չաջակցեք հապտ շրջանակներում, Ռուսաստանը ձեզ երկկողմ համագործակցության շրջանակներում այն պայմանները, որոնք որ կան, ինքը զենք է ձեզ մատակարարում, այդ պայմաններով չի մատակարարում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սա դե ես ասի բաներ կա որ չի կարելի եթերով ասել։ Բայց դուք ստիպում եք որ խոսեք։ Պատասխան ունեմ։ Ռազմաբազայի համար մենք փող վերցնում ենք Ռուսաստանից։ Չէ, ռազմաբազայի համար փող վերցնում են, բայց ամբողջ աշխարհում ընդունված է։ Ինջերլիկի համար Միացյալ Նահանգները 1 միլիարդ են տարեկան տալիս։ Այդ նույն տիպի բազայի համար 1 միլիարդ դոլար։ Բայց մենք տալիս նվաճում լինի, այլ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր կնքվել է 95 թվականին, հիշում եք, երբ որ իդեպ դուք զբաղվում եք ՕՏԿԲ-ով։ Այո, հիշենք էս։ Ուրեմն տեսեք, այն ժամանակվա պայմանները բոլորովին այլ էին։ Այդ իսկ պատճառով ռազմաբազայի մասնավորապես ռազմաբազայի պահպանման ծախսերի վերաբերյալ մոտ 50%-ը պետությունը ժամանակ 50-50 էր այն ժամանակ։ Հիմա մենք խնդիրը այլ է։ Ես ընդհանրապես ուզում եմ փաստել հետևյալը, որ մեր նպատակը պետք է լինի թե արևմուտքի հետ հարաբերություններում, թե հյուսիսային հարևանի հետ հարաբերություններում, եթե այլոց հետ հարաբերություններում ենք, խոսեցինք շոս, հիմա բավական ինտենսիվ աշխատանքներ ենք տանում նաև Չինաստանի հետ հարաբերություններ, այս հարաբերությունները պետք է գան մի նպատակին, համալրեն մեր կարողությունները, որովհետեւ մենք հնարավոր չափով անվտանգության ոլորտում հնարավոր սպառնալիքները չեզոքացնենք։ Սա է նպատակը։ Հարց է առաջանում, արդյոք մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ես ասում եմ, այո։ Օրինակ, եթե դուք հետամուտ, եթե Ռուսաստանի կամքով լիներ, Հայաստան ՆԱՏՕ համագործակցություն իսպար պետքա գոյություն չունենար։ Հասկանում եք։ Մինչդեռ մենք ունենք ոչ միայն համագործակցության հաջող օրինակ, այլև ընդլայնվող։ Չէ, կներեք, Ռուսաստանի շատ անհրաժեշտ է, որ մենք համագործակցենք ՆԱՏՕ-ի հետ։ Դուք ինքներդ ասեցիք, որ դա այնպիսի մի օղակ է, որը որ թույլ է տալիս, չէ, կներեք։ Համար ես ասեցի։ Չէ, Ռուսաստանի համար։ Չէ, մի վարքյան։ Այո, որևէ մեկ կներեք։ Ես ավարտեմ միտքս։ Մենք երբևէ հապկետ համագործակցությունը չենք հակադրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։ Մենք երբևէ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործունեությունը չենք հակադրել Եվրոմիության հետ մեր համագործակցությանը։ Հասկանում եք, սա շատ ակնհայտ է։ Փորձում ենք շարունակել դրանք համատեղել։ Եվ սա է ամենամեծ արդյունավետ հիմա դասը ո՞րն է։ Եթե ասեց պարոն Մարտիրոսյանը, իշխանությունները ստորադասում են հասարակական ու պետական շահը խմբակային կամ անձնական, այդ բոլոր շատ ճշմարիտ, չէ, դա ոչ, բոլոր այդ ճշմարտությունները մնալու են տեսական դաշտի մեջ։ Խնդիրը նա է, որ չկա առանձին արտաքին քաղաքական, բոլորը դա գիտեն, դա կներեք բոլորիդ մեջ կարող է ես ամենակիչ գիտեմ, բայց դա միշտ էլ ներքին եւ արտաքին քաղաքականությունները այնպիսի սերտ ու այնպիսի կներեք հետաքրքիր կապերի մեջ են, որ այստեղ շատ տեղին էր այդ ասածը։ Առաջինը, դաս քաղենք, մեր իշխանություններից ակնկալում ենք, առաջարկում ենք, պահանջում ենք, որ այլևս չստորադասվի հասարակական, պետական շահը անձնական եւ խմբակային շահերի։ Պանամայի կներեք, չէ, բայց մենք խոսում ենք դասերի մասին, դասը չի քաղվում։
շարունակվում է ապրիլյան դեպքերից հետո ինչքան լավ բաներ խոստացվեց ու մենք կարծում էինք մենք կունենանք այլ հասարակություն, մենք կունենանք այլ մոտեցումներ, բայց անցան մի քանի ես չեմ վիճում, ես ասում եմ դասեր են քաղում, ինչու եք կարծում, որ ես եւ արտաքին քաղաքականության մեջ ինչքան ներքին ստաբիլ եւ վստահություն լեգիտիմ է իշխանությունը, այնքան նրան բանի տեղ են դնում արտաքին քաղաքականության մեջ։ Եթե դու լեգիտիմ ես, եթե դու վստահություն չես ունենում քո ժողովրդի կողմից, արտաքին քաղաքականությունը դառնում է ածանցյալի ածանցյալ։ Սա է խնդիրը։ Ես էլի չեմ ուզում վիճեն կոնկրետ դեպքի համար։ Դրա համար նախագահին հրավիրում են Վարշավա, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ելույթ է ունենում, շատ խրոխտ եւ շատ համարձակ մտքեր շարադրում, որոնք բխում են մեր շահերից։ Մնում է նա, որտեղ նախագահը հանդես է գալիս որպես շատ ուսալի գործընկեր։ Մնում է նա, որ այդ խրոխտ ճառերի գաղափարները, որոնք ասվում են, կոնկրետ եւ ռեալ քաղաքականության վերածվեն։ Ես շարունակ ասել եմ դա Ղարաբաղյան հարցով, լավ ելույթ Աստանայում, ոչ վատ ելույթ Ռամբուեյում, Քոչարյանիկում եւ դա չէ։ Այ երբ որ այդ speech writer-ների գրածը կդառնա ռեալ քաղաքականություն, երբ որ մենք կունենանք դաշտում նոր կոնցեպտ, կհավատացեք, իս դրա նախապայմանը, երբ որ մենք ունենանք լեգիտիմ ընտրված իշխանություններ, մենք կունենանք բոլորովին այլ հարգված պատկեր։ Աշխարհը ավելի շատ գիտի մեր մասին, քան թվում է իշխանությանը։ Մենք պետք է հստակեցնենք, մենք իշխանությունը ինձ համար ով է, այդքան կարևոր չի։ Ինչ քաղաքականություն է վարում, ինձ համար դա է կարևոր։ Հիմա հասարակական պահանջը հասունացած, լինի ներքին այդ իմ ասած լեգիտիմությունն է բերում կտրուկ եւ հստակ արտաքին քաղաքականությանը։ Եթե դու կախվածության մեջ ես հայտնվում հենց ընտրված օրից հետո, դու չես կարողանում քո խոսքդ ասել, այնինչ Հայաստանը ունի իր ուրույն տեղը միջազգային հարաբերությունների մեջ, ունի ապագա, եւ ես հստակեցնեմ ինչու եմ յետասում, հայերը հստակ խաղաղության կողմնակից ժողովուրդ են, միշտ բարգավաճել ենք մենք խաղաղության ժամանակ, կան ազգեր, որոնք որ պատերազմի ժամանակ են բարգավաճել։ Մեր հարևանները Տիկին Լարիսա, ձեր կարծիքը չեն կիսում։ Չէ, պետք չի որ նա կիսեն։ Պետք է որ իմ իշխանությունը եւ իմ ժողովուրդը իրար հանդեպ կտրուկ փոխեն հարաբերությունները, այդ վստահությունը, սա է, ես դասերի մասին եմ, տեսեք, ես ոչ անուն եմ տալիս, ոչ երկրի անուն եմ տալիս, դասերը հետևյալն են, մենք ոճը պետք է փոխենք, մենք մեր ներսը պետք է նայենք, էլի պետք է իրագործենք արտաքին քաղաքականության ոլորտում ես պատասխանեմ պարենք բազմավեկտոր ամփոփենք, բազմավեկտոր քաղաքականությունը հնարավորություն է տալիս մեզ էապես նվազեցնել այն սպառնալիքները, որոնք կան անվտանգության ոլորտում։ Թե որքան բազմավեկտոր Հայաստանի հնարավորությունները պարոն Հարությունյանի եւ ամփոփենք արդեն իրականում Հայաստանի անելիքները այս համագործակցության դաշտում։ Ռուսաստանը Հայաստանի հետ ուղիղ հարաբերություններում զենքեր կտա, համապատասխան գնովել կտա, մեր շահերը ինքը շատ լավ կպաշտպանի, եթե մենք կարողանանք իսկապես ներքին այնպիսի քաղաքականություն ունենանք, որ մեր շահերի վրա հիմնված լինի եւ դա մենք արտաքին խաղացողներին նաեւ տանք։ Տեսեք, Հայաստանը շատ լավ իր շահը կարողացավ արևմուտքին ցույց տալ Իրանի հետ հարաբերություններում, անկախ նրանից, որ Իրանը պատժամիջոցների տակ էր, ասաց ես խնդիր ունեմ եւ անվտանգության ռազմական առումով եւ տնտեսական անվտանգության եւ հենց այդ պահին, երբ որ Իրանը պատժամիջոցների տակ էր, մենք կարող ենք շատ լայն տրամագծի խողովակ Հայաստանով հանեինք դուրս, դա չարեցինք Ռուսաստանի նորից նույն պահանջով, բայց մեր համար եւ մեկ ամիս ընդամենը 2 օր առաջ տեղեկությունը գնաց,
գազը կանգնելու է 1 ամիս, մենք Իրանից ասել ենք, որ ծավալները մեծացան։ Այսինքն մենք մեր շահը դրեցինք, մենք մեր շահը կարողացանք պաշտպանել։ Նույնը Ռուսաստանի պարագայում կլինի։ Առանց հապկի Ռուսաստանը ուժեղ ներքին ամրություն ունեցող Հայաստանի շահը պաշտպանելու է, հաշվի է առնելու։ Դա անխոս է։ Եվ չմոռանանք, եղել է ժամանակ, երբ որ Ադրբեջանն է վայնասում բարձրացրել, որ Հայաստանին 1 միլիարդի զենք նվեր է տվել Ռուսաստանը, առանց հապկի, առանց բանի։ Դա համար առանց հապկի, առանց որևէ բանի։ Ուղիղ հարաբերությունների շնորհիվ է դա եղել։ Իհարկե, Վերջ։ բայց Ուրեմն չէ, դա կողքից այսպեսի այդ ժամանակ նախ այդ հապկը չէր, ան ողնաշար դա մի կառույց էր այն ժամանակ 2003-ից Պուտինն ուզում է ինչ-որ միսուարուն տա, բայց չի ստացվում, միևնույն ակնհայտ է դա։ Բայց ասածս հետևյալն է, դասը Հայաստանը պետք է շարժվի բացառապես իր շահերով։ Հայաստանը պետություն է, որը պետք է տարածաշրջանին։ Եվ ես Թուրքիայի պահովել այդքան շատ մեծ մտահոգություններ չունեմ։ Թուրքիան ինքը այսօր խնդիրներ ունի աշխարհի հետ եւ պատահական չէ եւ քաղաքիր աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ Իրաքի Քուրդիստանի առաջացման խնդիրը եւ հենց իր ներսում քրդերի խնդիրը քաղաքականության արդյունք չի։ Մեր իշխանությունը շատ ուրախ կլինի, որ մեր իշխանությունների արդյունքը քաղաքականության արդյունքում քրդերը իրենց անկախությունը ճանաչեն։ Չեմ կարծում, մեր իշխանությունները հայ-թուրքական արձանագրություններով կոպիտ սխալ արեցին այդ ուղղությամբ, բայց աշխարհը իր այսպես ասեմ արժեքային համակարգ առաջարժելով, որովհետեւ ճիշտ է Տիկին Արավերդյան, հենց այդ շահի մեջ նաեւ արժեքային համակարգը կա, իրենք այդ խնդիրները դնում են։ Դրա համար մենք պետք է շարժվենք բացառապես մեր շահերով, ոչ թե իշխանության որևէ անձի։ Մենք տեսել ենք, չէ՞, ասենք Իսրայել նման պետության մեջ վարչապետերից մեկը փորձում է մի քիչ ասենք պրո ինչ-որ չակերտավոր խաղաղասիրական քաղաքականություն վարել Պաղեստինի հետ, մի անգամից սիրուն հանում են, իանել, Յակուսակցության ղեկավարությաններ, հանում են բերում են մեկին, որ այդ պահին արդեն իրենց պետք է։ Նույնը եւ մենք պետք է անենք։ Մեր շահը, հենց մի փոքր անձնական շահեր են առաջանում դրա մեջ, արդեն բնականաբար պետական շահը տուժվում է։ Խնդրեմ պարոն Գրիգորյան։ Ավարտում եմ մենակ դրանով, որ իրոք ներսում պետք է նաև աշխատենք, դու հասկանալի է ժողովրդավարություն, ազատ շուկայական հարաբերություններ ու կներեք արժեքային համակարգը ես համարում շատ կարևոր։ Գիտեք, այն փողասիրությունը, որը ես դժբախտաբար այսօր տեսնում եմ, նաև այդ թվում իշխող ինչ որ մի մասի մեջ։ Գիտեք, երբ որ ճոխ, ես այդպես չի ասի, ես գիտեմ, չինովնիկներ շատ եւ ազնիվ եւ աշխատող, բայց նայեք, տեսնում ես, ասենք ինչ որ պաշտոնյա, ասենք կներեք, էլի, այդ ճոխ մեքենաներ եւ այլն, դա շատ կարեւոր է, որ մթնոլորտը փոխես, առողջացնես, ու երբ որ խոսում է Տիկին Լարիսա Ալավերդյանը այդ հանրային շահ, անձնական շահ, երբ որ ես նայեցի այն պայմանագիրը, որը կնքված էր Եվրասիական տնտեսական միության մտնելուց առաջ, նու գոնե այն դրաֆտի մեջ ես պնդում եմ, որ ես դա տեսել եմ, ասենք, հիշում եք, ցանկացած միության մեջ որ մտնում ես, ինչ որ ոլորտներ կան, որ ազատ շուկայականը սկսվում է աշխատել ավելի ուշ, քանի որ այդ պետությանը դա ձեռնտու չի։ Ու ես շատ զարմացած էի, տեսա 10 տարով տրված է հնարավորություն այդ մենաշնորհը չփոխել շաքարի հարցով։ Ես շատ զարմացա։ Վերջնական չեմ կարող ասել, ես անձամբ տեսել եմ նախնական փաստաթուղթը, ու այնտեղ, չէ, բայց այդ իզիատիա կոչվում է, իրոք մեծ ցանկեր ու դա շատ նորմալ է։ Հայաստանը մտնում էր ու կան ոլորտներ, որտեղ որ պետք է պաշտպանվեն, բայց այս ոլորտը որ տեսա զարմացա։ Ու ակնհայտ է, եթե վերջնականում դա կա, կարելի է ստուգել շատ հեշտ իմ խոսքերը։ Հասկանում եմ, բայց եթե դա կա, ակնհայտ է, որ ստեղ ինչ որ անձնական, լոբիստական շնորհիվ էր։ Ուրեմն այս խնդիրը հանրային շահը առաջ տանել, այլ ոչ թե ես չեմ ասում անձնական շահը պետք է անտեսենք, բայց երբ որ պետական հարցեր ես լուծում, իմ կարծիքով շատ կարևոր է։ Ու այդ մթնոլորտը փոխելն էլ շատ կարևոր է, ու իրոք իշխանության մեսեջները եթե ուղարկվեն, դա շատ ուժեղ է փոխելու, շատ արագ է փոխելու իրավիճակը։ Շատ եւս մեկ դաս։ Հետևյալն է այդ դասը։ Մենք տեսել ենք արդեն առնվազն 25-28 տարվա ընթացքում, երբ որ իշխանությունները հապավում են, չեն անում այն, ինչ որ պահանջում է ժողովրդի հանրային շահը, ժողովուրդը ինքն է անում։ Եթե չի ստացվում շնորհիվ համագործակցելով
կառավարվելով իշխանության կողմից, ժողովուրդը ինքն է իրենից հանում այն մարդկանց, ովքեր դա անում են։ Իհարկե, ավելի լավ է շնորհիվ, քան ի հեճուկս, որովհետև ամեն անգամ, երբ որ ժողովուրդը ստիպված է անել ի հեճուկս կամ առանց պատշաճ ղեկավարության, գինը սարսափելի բարձրանում է։ Ու պետք չէ այսօր հիմա հիշեցնեմ նորից ապրիլյան դեպքերը։ Մենք այո, ժողովուրդը կարողացավ 2-3 ժամվա ընթացքում ցույց տալ, որ որևէ մեկ դրսերում ընդունված պայմանավորվածություններ կամ Ադրբեջանի կողմից լկտի պահվածքը չի որոշելու հարցը որոշելու է, ինչպես պարոն Հարությունյանը ասեց, մեր կողմից։ Այսինքն մենք մի քանի բան բոլոր դեպքերում ընդհանուր ասեցինք։ Ես ուզում եմ, որ մենք փնտրենք մեր ասացի մեջ այսօր ոչ միայն տարբերությունները, այլև այդ ընդհանրությունները, հա, այդ ընդհանրությունները հետևյալն են, որ պահը որ գալիս են, որ ասում են դանակը ոսկորին է հասնում, բոլորը գիտեն, ժողովուրդն է անելու դա։ Պետք չի թողնել դրան, որովհետև կրկնում եմ, գինը ծանր է, ողբերգության է վերածվում ցանկացած այդպիսի դրանից հետո հիասթափություն առաջացնում։ Տիկին Ալավերդյան, պատրաստ եմ ստորագրել ձեր այս վերջի հատվածը ցանկացած բառի տակ։ Այն հարցում, որ մեր ներքին կյանքում կան լուրջ դեֆորմացիաներ, եւ այդ դեֆորմացիաների առկայությունը մեզ խանգարում է ավելի անկաշկանդ առաջ գնալ, ոչ ոք դա չի մերժում։ Այն որ ցավոք սրտի դրանք պահանջում են համակարգային լուծումներ, երբեմն մեզ մոտ դա չի ստացվում, դա նույնպես փաստ է։ Ես դա չեմ մերժում, հասկանում եք, առանց ներքին կյանքի, այսպես ասենք, ներդաշնակ, համակարգված կանոնակարգման շատ դժվար է երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգացման ապագա խոստանալ։ Սա ես ակնհայտ եմ համարում, եւ եթե կուզեք մենք ուղղակի տեղափոխվեցինք շատ սահուն արտաքին քաղաքական խնդիրներից ներքին, ես պատրաստ եմ ներքին կյանքի զարգացումների վերաբերյալ ժամերով խոսալ։ Սա 90-ական թվականից ժամերով, այլ անենք գիտեք, ես փորձել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում ավելի շատ փորձել եմ անել։ Այսինքն անձերի չեմ համակարգային առումով չի ստացվում։ Ասեմ ձեզ, Այն ինչ մենք մտածել ենք ձեզ հետ 88 թվականին, որ կարող ենք անել 10-15 տարվա մեջ, մենք տեսնում ենք 25-ամյակը նշելու ենք Տիկին Ալավերդյան, նոր խոսում էր մեր Ստեփանը Գրիգորյան նյութապաշտության մասին։ Նյութապաշտությունը ուղղակիորեն արդյունք է այն վուլգար լիբերալիզմին, որ դրվեց մեր երկրում 90-ական թվականներից։ Սա ակնհայտ է։ Եթե խոսում ենք արժե չէ, դες վուլգար դրա մասի վուլգար։ Ես վուլգար բառ օգտագործեցի։ Հիմա ես ուզում եմ, եթե թույլ կտաք վերջի խոսքն ասեմ, ամփոփիչ։ Տեսեք, ես խորապես համոզված եմ, այստեղ ներքին կյանքը կանոնակարգել արդյունքում մենք լուրջ հակասություններ չունենք, խնդիրը ինչպես դա անել եւ ինչ դինամիկա։ Այստեղ մենք կարող ենք տարբեր մեթոդոլոգիաներ կիրառել։ Արտաքին քաղաքական նախաձեռնությունների առումով ես խորապես համոզված եմ, որ մեր կոնկրետ աշխարհակաղակական իրավիճակը, այն սպառնալիքները, որոնք որ գոյություն են մեր անվտանգությանը, մեզնից պահանջում է բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր համաչափ մեր շահերին adekvat քայլեր կատարելով փորձել բոլոր այդ նորմալ հարաբերությունները ձևավորել էապես չեզոքացնել այդ սպառնալիքները, այն ինչ որ այսօր արվում է։ Ես այս կարծիքին եմ։ Շնորհակալություն։ Քայլը, ովքեր ներկայացնում են մեզ այդ հաստատություններում, թող ամեն օր աշխատեն։ Մենք էլ գործը տեսնենք։ Աշխատում են, լավ, Տիկին Ալավերդյան, չէ, շատ հասարակ բան եմ ասում։ Ամենօրյա աշխատանքն է բերում որակ։ Մեզ մոտ ամենօրյա աշխատանք չկա։ Ամենօրյա աշխատանքը բոլոր ոլորտներում։ Ուրեմն դիվանագիտական կողմը չի աշխատում, հա։ Խնդրեմ, իսկապես ամենօրյա աշխատանքը բոլոր ոլորտներում ամենակարևորն է, յուրաքանչյուրս մեր դերում։ Ինչու նախաձեռնեցինք, ես գրեթե յուրաքանչյուր հաղորդման ավարտին ստիպված եմ սա ասել, ինչու նախաձեռնեցինք պատմության դասեր հաղորդաշարը, որովհետև խնդիր կար պատմության օրինակներով վերհանել այն սխալները, արածն ու չարածը, որը այսօր ուղելով հնարավորություն կունենանք պահպանել վերջապես ձեռքներս ընկած այս
պետականությունը ու թերևս մեկ բան եւս որ անընդհատ ասում եմ խնդիրը նախ եւ առաջ սեփական ազգի շահով եւ պետության շահով առաջնորդվելն է ինչին պիտի լծված լինենք բոլորս յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր գործողություններով շնորհակալություն որ այսօր համաձայնեցիք մասնակցել այս քննարկմանը դուք դիտում եք պատմության դասերը մենք եթերում ենք յուրաքանչյուր 3 շաբթի եւ 4 շաբթի ակտիվ ենք վիրտուալ հարթակում կարող եք այցելել Շանթի պաշտոնական Facebook-յան էջ թողնել ձեր մեկնաբանությունները մենք դրանք կարդում ենք վերլուծում եւ անպայման դրանց արձագանքում ենք շնորհակալություն հաջողություն